Մկրտչյանի հետ։ Պարոն Մկրտչյան, այսօրվա քննարկման մասին եմ ուզում խոսեք, ինչ հարցեր եք օրակարգում ներառել, ովքեր են ներկա քննարկմանը։ Նմանատիպ քննարկումներ կարելի ասել ամեն օր է լինում, բայց քանի որ այսօր, ոչ միայն այսօր, այս վերջի մի քանի օրվա ընթացքում կարևոր խնդիրներ առաջ եկել, որովհետև մենք նշել ենք, որ պետք է արդեն ամսի 15-ը անենք քննարկումներ, դրանից հետո կհայտարարենք արդեն մեծ հանրահավաքի մասին, մեր անելիքների մասին, բայց այսօր մենք դրա մասին չենք հայտարարել, քանի որ իշխանության հետ հանդիպում է եղել եւ այդ հանդիպման ընթացքում կար առաջարկ, որ 2 ամիս ավելացնենք 40,000 դրամ յուրաքանչյուր մարդու որպես տան վարձ օգնություն, հետո կար տարբերակ, որ նաև մասնագիտական խմբերով մարդիկ սկսեն աշխատել եւ համաձայնվել են մեր տարբերակներին, որ բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներ լինի, փոփոխություններ լինեն, իրենք համաձայնվել են, որ ծրագրեր կան, որ ճիշտ չէր գործում կամ տեղին չէր, որ փոփոխության ենթարկվեր ու այդ հարցերի մեզ չթողեց, որպեսզի մենք հայտարենք մեր, այսինքն մենք քանի որ այս ամենը տեղի ունենում ժողովրդի կողմից, ժողովուրդը պետք է որոշում կայացնի, արդյոք վրան պետք է հանվի թե չէ, ժողովուրդը պետք է որոշում կայացնի, արդյոք ուզում են գնալ այդ տարբերակին, որ 2 ամիս երկարաձգվի ու գնանք իրենց հետ փորձենք բնակապահովման ծրագրի շուրջ քննարկումներ եւ այլն, բայց քանի որ մեր պահանջագրում 12 կետ էր, որից 11-ը չի վերաբերում սոցիալական բնակավարին, իսկ այսօր քննարկումները գնում են մենակ սոցիալական բնակավարի շուրջ, մենք պետք է հասկանանք, այսինքն իսկ մենք վրանում բացենք ու բոլորի հետ փորձում ենք, բոլորը ովքեր ցանկություն կհայտնեն գալ, մոտիկ ներկայանալ վրանի մեջ ու այդ վրանում բայց քննարկում իրականացնելով փորձենք հասկանալ ժողովրդի այն կարծիքները ներողություն եմ խնդրում Նիկոլ Փաշինյանը խաղաղ Գնա Աննա Նիկոլի գործակալները։ Մի վիրավորեք եւ մի խոչընդոտեք։ Գործեր արեք ես ամենտեղ եմ խոսում։ Ուշադրություն մի դարձեք, եկեք այստեղ։ Նիկոլը թուրքի գործակալ է։ Ներողություն եմ խնդրում ու մենք շարունակելով մեր քննարկումները, այսինքն պետք է տարբեր ՀԿ-ների, տարբեր քաղաքական ուժերի հետ շարունակելով մեր հանդիպումները, պետք է հասկանանք ու կարողանանք որոշում կայացնել մեր հետագա անելիքների շուրջ։ Մենք ունենք մեր ճանապարհենք հանդես թե մենք ոնց է ինչպես ենք շարժվելու, բայց հնարավոր է դա փոփոխվի կախված ժողովրդի կամքից։ Այս պահին թե on-line տիրույթում, թե մարդկանց ֆիզիկական շփվելով մենք ստանում ենք տարբեր կարծիքներ, տարբեր առաջարկներ ու հենց այս պահին էլ շուտով կսկսվի քննարկում նաև վրանում, շտաբ վրանում, թե մասնագիտական խմբեր ձևավորելու, որպեսզի կարողանանք նաև այդ կար ժամանակահատվածում կառավարության հետ տարբեր քննարկումներ իրականացնել։ Շապետի հետ։ Այդ հանդիպումներից ինչ տպավորություն ստացաք, եթե այսպես շարունակեք, հնարավոր կլինի ձեր ներկայացրած այդ 12 պահանջներից դե մեկին եք անդրադարձել, 11-ին եւս անդրադարձ կատարի այս իշխանությունը։ Ինչ էլ որ լինի, մենք մեր պայքարը շարունակելու ենք ու իրենք ինչ-որ պարտավոր են այդ կետերի շուրջ մեզ հետ քննարկում անել, եթե չգնան այդ քայլին, մենք մեկը մեր պայքարը շարունակելու ենք կապված մյուս 11 կետերի շուրջ, իսկ թե ինչպես այս պայմանությամբ ցավոք սրտի պահանջագրի պատասխանել են այդ կետերին հիմնականում չեն պատասխանել, մինչև հիմա քննարկում կամ հանդիպում չի եղել այդ կետերի շուրջ, քանի որ մենք հանդիպել ենք փոխվարչապետի հետ, որը եթե չեմ սխալվում սոցիալական ոլորտի պատասխանատուն է, ինքը կոնկրետ այդ հարցերի շուրջ մեզ հետ մյուս հարցերի շուրջ ընդհանուր քննարկում չեղավ։ Երեկվա ձեր հանդիպումը, առհասարակ մասնավոր զրույցներում, եթե հնարավոր է մանրամասնեք, ինչ կարծիք ունեին առհասարակ այս ընթացող գործընթացների վերաբերյալ, Արցախահայեր իրավունքների ու առհասարակ Արցախի հարցի վերաբերյալ, ինչպես են իրենք հնարավոր համարում այդ հարցը առաջ տանելը։ Երեք տեղի ունեցավ երևախորհրդանի պատգամավորների հետ հանդիպում, ովքեր աշխատանքային այսօր գտնվում էին Հայաստանում, այդ պատգամավորները ամեն անգամ փորձում էին, այսինքն տարբեր
տեղերից բարձրացնում էին թե արցախահայերի վերաբերյալ հարցեր, թե հայ ժողովրդի հետ կապված հարցեր ու իրենք գտնվելով այստեղ որոշեցին մեզ հետ հանդիպել, որպեսզի հենց մեզ հետ շփվելով իմանան մեր խնդիրների, մեր առաջարկների, հենց մեր պայքարի մասին, մեկեն չի կողքից, հետևելով լավատական, մեկեն չի հենց ներսից իմանած խնդիրները, իմանած ինչ է կատարվում այսօր Հայաստանում գտնվող արցախահայերի հետ։ Մենք ներկայացել ենք մեր այն թե խնդիրները, թե պահանջները մենք ինչ ենք պահանջում, իրենք էլ հայտնեցին, որ շարունակելու են իրենց այդ հարցերի բարձրացումը, թե Ֆրանսիայում, թե Եվրոխորհրդանում, որպեսզի մենք կարողանանք մեր իրավունքների տեկակներ, այսինքն օգնելու են մեզ նաև մեր ձայնը բարձրացնել դրսերում։ Փաշինյանը գրել էր, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հաշ չկա, Արցախի էջը փակված է եւ դրանով Մինսկի խմբի լուծարումը կարող է լինել, որպեսզի խաղաղության պայմանագիրը կնքեն։ Դուք այդպես համարում եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցը վերջնականապես փակված է։ Եվ ինչ եք մտադիր անել, որպեսզի Նիկոլ Փաշինյանին ապացուցեք, որ Արցախի էջը դեռ փակված չէ ու չի փակվելու։ Միանշանակ չենք համարում Արցախի էջը փակված է, քանի որ մենք մեր հենց առաջին պահանջագրի կետը Արցախ վերադարձն է, հավաքական, արժանապատիվ, անվտանգ։ Հիմա քանի որ այս պահին ես չեմ ուզում այդ հարցի շուրջ մեկնաբանություն տալ, քանի որ ես այս պահին ներկայացնում եմ խորհուրդ ու խորհրդի անունից դեռ այդ հարցի շուրջ քննարկում չենք իրականացրել, որպեսզի ճիշտ լինի։ Իմ կարծիքն էլ կարող եմ այլ ասպարեզում, այլ տարբերակով հայտնել ձեզ, քանի որ հիմա ներկայացում եմ որպես խորհրդի անդամ, այդ հարցի շուրջ մեկնաբանություն դեռ չեմ տալիս։ Պարոն Մկրտչյան, եւ մեկ ճշտող հարց է, հիմա մամուլում շրջանառվում են տեղեկություններ, որ դուք համաձայնել եք այդ 40,000 աջակցության դիմաց, որով փոփոխություններ իրականացնել ձեր բանակցություններում։ Այս տեղեկությունները ճիշտ են, թե ոչ։ Մենք ներկայացրել ենք այն, ինչ շփում եղել է, ինչ քննարկվել է, բայց կոնկրետ մենք դեռ կոնկրետ հայտարարություն չենք տարածել, համաձայնվել ենք թե չէ, որովհետև նշում եմ, հենց այս քննարկման մեկ պայմանն դա է, որպեսզի հասկանանք ժողովուրդը ինչ է ցանկանում, քանի որ մենք մեր կարծիքը կարող այլ լինի, ժողովուրդ, քանի որ մենք ներկայացնում ենք ժողովուրդ, պետք է մաքսիմալ այնպես անել, որպեսզի կարողանանք մաքսիմալ հասկանանք ժողովրդի մեծամասնության ցանկությունները, իրենք ինչպես են դա անգամ ինչպես են դա տեսնում, գնանք այդ քայլին, թե շարունակենք պայքար։ Լավ, պայքարը մեկ շարունակվելու է, քանի որ սոցիալական բնույթն մենակ, բայց վրան հանել, չգիտեմ, հետ քայլ անել, մեծ հանրահավաք չանել, դա, չգիտեմ, այս քննարկումներ եղել է, բայց հիմնականում քննարկումը այսօր շարունակվում է, բայց դե մենք ասել ենք, որ մի քանի օր դեռ շփումներ լինելու է ժողովրդի հետ, հասկանալու իրենց կարծիքները, իրենց առաջարկները, հետո արդեն խորհուրդը հստակ որոշում կկայացնի ինչ է անելու։ Իսկ Արցախի ներկայացությունը, որ ասում են այսպիսի տեղեկություններ կան, որ փակվում է եւ նաեւ մամուլում տարածվեց այն տեղեկությունը, որ Սամվել Բաբայանը առաջադրվելու է որպես Արցախի նախագահի թեկնածու։ Չեմ տիրապետում նման որոշման, չեմ տեսել, որ այդպիսի բան լիներ, այս պահին Արցախի ներկայությունը չի փակվում, այսօր տեղյակ եմ, որ Արցախի ազգային ժողովը հայտարարություն տարածել, որ սահմանադրությունում փոփոխություն իրականացնելու, որպեսզի միջև նոր ընտրություններ կարողանանք այստեղ իրականացնել, դեռ շարունակվի գործել թե ազգային ժողովի լիազորությունները, թե իշխանության լիազորությունները, դեռ մայիսի վերջը լրանում իրենց լիազորության ավարտը, դեռ այսինքն այդ հարցի շուրջ որևէ քննարկում չի եղել։ Շատ լավ, հիմա մեկնարկում եք քննարկումը։ Այո, մի քանի րոպեից։ Քանի րոպեից կարող ենք մենք մոտենալ։ 3։ Շատ լավ։ Շնորհակալություն։
Շնորհակալություն հարգելի գործընկերներ, որ ժամանակ եք գտել այսօր քննարկենք այն բոլոր խնդիրները, որոնց առաջ կանգնած ենք։ Ինչպես գիտեք, 2 օր առաջ հանդիպում ենք ունեցել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի հետ, ներկայացրել ենք մեր բոլոր առաջարկությունները։ Ցավոք սրտի իրենց կողմից չի ընդունվել, բայց կարողացել ենք, այսպես ասած, գտնել այնպիսի ուղիներ, որոնք որ կարող ենք ներկայացնել մեր հանրությանը։ Առաջարկվել է հետևյալ տարբերակը 2 ամսով եւս երկարաձգել 40,000 դրամ աջակցությունը, այսինքն 40 + 10-ին վերադարձ չի լինելու իրենց կողմից, այն պայմանով, որ վրանը պետք է հանենք եւ զուգահեռ պատրաստակամություն են հայտնել ստեղծենք խմբեր, ձևավորենք խմբեր բնակարանային ծրագրի բարելավման համար, զբաղվածության խնդիրները լուծելու համար, իրենց հետ աշխատելու, ուրախ կլինեմ լսել ձեր տեսակետները, փորձենք առաջիկա օրերին ներկայացնել մեր գրավոր առաջարկությունները կառավարությանը։ Մենք հիմնովին ապացուցել ենք, որ վրանը որևէ խոչընդոտ չի հանդիսանում կառուցողական դաշտ մտնելու համար, սա այն հարթակն է, որտեղ կարող ենք հանդիպումներ կազմակերպել մեր հայրենակիցների հետ, հավաքագրել բոլոր խնդիրները եւ ներկայացնել կառավարությանը։ Այդ իսկ պատճառով ուրախ կլինեմ լսել ձեր տեսակետները։ Առաջիկա օրերին մենք կձևավորենք խմբերը եւ կառավարությանը կներկայացնենք։ Ասմասով Տիկին Պետրոսյան, եթե ասելիք ունեք։ Միանշանակ այն, որ վրանը որևէ խոչընդոտ չի հանդիսանում, սա ակնհայտ է, որովհետև վրանը հենց ստեղծվել են դրա համար, որպեսզի հավաքագրի ժողովրդի կարծիքը, ու չեմ հասկանում ինչի է վրանը այսպեսի անհանգստության տեղիք տալիս ուրեմն կառավարությանը, բացի հավաքագրման, կարծիքների հավաքագրման, սա դարձել է ինչ-որ մի սիմվոլիկ ինչ-որ մի հավաքատեղի, որտեղ մարդիկ պարզապես գիտեն, որ արցախցիները այստեղ են, ու հաշվի առնելով, որ տարբեր մարդիկ տարբեր
տեղեր են այսօր բնակեցված, գալիս են իրար, տեսնում են այն ինչ որ իրանց հոգու մեջ կուտակվել է, թափում են, իրար հետ խոսում են, խորհրդակցում են, կիսվում են, մեկը մեկին տեսնում են, նաև բացի այն աշխատանքներից, որոնք մենք ենք անում կազմակերպությունից, նաև այս հոգեբանական ինչ որ մի հավաքատեղի է դարձել արցախցիների համար։ Ինչ վերաբերում է մեր աշխատանքներին, կարծում եմ միանշանակ պետք է ընդունենք այն առաջարկը, որ ավելի կոնստրուկտիվ դաշտ մտնենք ու այն առաջարկները, որոնք կան մեր մասնագետների մոտ, ուրեմն փորձենք մասնագիտական խմբերի ձևավորման միջոցով հասցնենք ու լսելի դարձնենք, թե ինչքան են պատրաստական, ինձ թվում է, եթե համաձայնել են այս մասնագիտական խմբերը ձևավորելուն, մտածում եմ, որ նաև կա պատրաստակամություն մյուս կողմից, հույս ունեմ, որ կա այդ պատրաստակամությունը լսելու մեր ձայնը, որովհետև ինձ թվում է հանգուցալուծումը միայն դա է, մենք պետք է մեկս մեկին լսենք ու փորձենք գտնել ուրեմն այն արդյունքը, որը որ կբավարարի մեր ժողովրդին ու ըստ այդմ իմ կարծիքն այն է, որ մենք երևի թե այսօր պետք է սկսենք հենց այդ առաջարկից, սկսենք ձևավորել մասնագիտական խմբերը ու անցնել հաջորդ աշխատանքային փուլին։ Այս է իմ կարծիքը։ Ես կարծում եմ, որ վրա նկարվում եւ միասնության, համերաշխության ապահովման, այստեղ նաեւ շատ կարեւոր է տեղեկատվություն են փոխանակում մարդիկ աշխատանքի ընդունման հետ կապված, բնակարանների ձեռքբերման հետ կապված վարձով եւ այլն, եւ դա շատ կարեւոր է։ Կարծում եմ, որ վրանը չպետք է անել, իսկ ինչ վերաբերվում է պայմաններին, ես չեմ ընդունում այդպիսի պայմաններ ընդհանրապես։ Տպարություն է ստեղծվում, որ գիտեք, այն ինչ որ իրենց սուրբ պարտքն է, դա պայմաններ առաջարկելով, այդպես կարծում եմ, որ դա բան չի, ընդունելի չի։ Ամեն դեպքում կարծում եմ, որ համագործակցությունը ավելի ճիշտ է, քան չհամագործակցելը ընդհանրապես, եւ այդ խմբերի ստեղծումը շատ կարեւոր է։ Ամեն դեպքում դրանք շատ կարևոր են քննարկումների համար, նոր լուծումներ, հետաքրքիր առաջարկություններ գտնելու համար համատեղ, բայց մենք չպետք է բնականաբար նաև սոցիալական, ես այստեղ չեմ կարծում, որ մենք քաղաքական խնդիր ենք առաջ քաշում, բայց արցախցիների խնդիրը զուտ սոցիալական չէ, մենք այստեղ արժանապատվություն խնդիր կա, Արցախ վերադառնալու խնդիր կա, այլ իրավունքների պաշտպանության, նաև պատանների, գերիների վերադարձի խնդիր կա, այնպես որ սոցիալական խնդիրը դա ընդհանրապես արցախցիների խնդրի, նրանց խնդիրների մի մասն է ընդհանրապես, եւ դա ավելի մասշտաբային է, ավելի գլոբալ է այդ հարցը, քան մենք կարծում ենք, եւ միայն բավարարվել սոցիալական խնդիրներով կարծում եմ արդարացի չէ։ Նախ ես կուզենայի ասել, որ 40+10 ծրագիրը առաջացել է ինչ, որտեղ մարդիկ չունեն ոչ բնակարան ապրելու, ոչ եկամտի որևէ աղբյուր գոյությունը պահելու, զուգահեռ մտածում են բնակարանային ծրագիր մշակել, որը չկա դեռ։ Մտածումը զբաղվածության հարցերի կարգավորում, որը պետք է ապահովի աշխատատեղ, եկամուտ, որպեսզի մարդը կարողանա աշխատի, եկամուտ ունենա եւ ընտանիք պահի։ Հետեւաբար, միակ ճանապարհը 40+10 ծրագիրը պետք է կառավարությունը շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ չկա ընդունելի բնակարանային ծրագիր հաստատված եւ ընթացքի մեջ, որ բնակարանը ապահովել եւ չկա զբաղվածության հարցի լուծում։ Ինչով ապրեն։ Այսինքն ստիպում են, պարտադրում են, պայման են դնում, որ արտագաղթեք։ Ես թե կա մի բուր հայություն, որ ուզում են հայրենիքում ապրել, շենացնել, զարգացնել, իշխանությունը ստիպում է, որ գնացեք այստեղից։ Ում համար է այս հայրենիքը։ Ես կտրուկ դեմ եմ հետևյալին, որ պետք է սոցիալական ծրագիրը, այդ 40+10 ծրագիրը կառավարությունը շարունակի այնքան ժամանակ, քանի դեռ բնակարանային ապահովվածության հարցը չկա եւ չկա զբաղվածության հարցի լուծում։ Այսքանը կուզեի ասել։ Շնորհակալություն։ Հիմնականում հանրահավաքի ժամանակ այգիներս ստեղծվել է շտաբ մի քանի ման։ Եվ կառավարությանը մենք ներկայացրել ենք
պահանջներ 12 կետից։ Այս սոցիալականը մեկը միայն այդ մեկ կետն է։ Ցավալված շտաբը որտեղ աշխատի, պետք է աշխատի։ Ինչ խոչընդոտ է այդ վրանը ես էլ չեմ կարող հասկանալ։ Դա վրանը ընդհանրապես այդ շտաբը այստեղ աշխատում է։ Աշխատի այդ հրապարակում, մյուս հրապարակում, կա որ մտեք պետք է աշխատի, որպես այդ մեկ այդ ուղղությունները, այդ 12 կետի ուղղությունները հիմնականում իմանան։ Конечно, ես դեմում է դա ընդհանրապես վրանը բացը, վրանը դա տեղալի է դա։ Ոչ թե շտաբը կա։ Շտաբը ստեղծված, շտաբը ոնց կարող իրենք ծրեն շտաբը։ Հանրահավաքի կողմից ստեղծված շտաբը։ Կա իրենք ծրեն, չէ՞ դա մեր իրավունքների պաշտպանությունն է։ Դա ես դեմում։ Ոչ թե միայն 40+10, 11 կետ ունենք, որ պետք է աշխատենք, եւ բնակչության հետ պետք է աշխատենք, եւ տարբեր հարցումներ պետք է այստեղ ստեղ չլինի մյուս տեղնի, շտաբից, բայց վրանը լինի պետք է շտաբը պետք է աշխատի։ Իմաստը չկա, որպեսզի փոխեք տեղը։ Քանի որ փոխվարչապետի հետ հանդիպմանը միայն դրանք էր քննարկվել, մենք այստեղ այդ հարցերը շոշափեցինք, բայց այն հանրահավաքի ժամանակ ընդունված 12 կետ, ես կասեի էլ ավելի կետեր պետք է ավելացվեր, դրանք ուժ մեջ են եւ պետքա այդ ուղղությամբ այլ իշխանությունները նաեւ մտածեն ինչպես են դրանք բավարարում։ Պատկերացնում եք նույնիսկ կոռեկտ չի, երբ որ առաջարկում են գործարք վրանի դիմաց, դա իրենց սուտ պարտքն է, դա իրենց բարեհաճությունը չի եւ ոչ էլ իրենց գրպանից է։ Իրականում ես մի բան ասում ներողություն, եթե ես լինեի կառավարության անդամ, ես անձամբ կիջնեի վրան ու կլսեի մարդկանց թե ինչ է ուզում, մարդկանց խնդիրներ։ Օրինակ ես սպասում էի, որ իմ նախկին գոլեգան սոցիալնախարարը պարոն Մկրտչյանը կիջներ այստեղ ու կտեսներ թե ինչ է ուզում մարդկանց։ Ես իրականում եթե ես լինեի, ես կիջնեի։ Եվ քանի հոգի ներկայ լինում, հարցնում են, հարցը տալիս ու հարցը։ Հա, ինչ կա որ մարդկանց հետ շփում է, սա որևէ ինչ-որ մի բան չի, այսինքն սա աշխատանքային ինչ-որ մի տեղ է, որտեղ որ մենք քննարկում ենք այս հարցերը ու նույնիսկ օգտվելով առիթից կարելի է առաջարկել մեր կառավարության անդամներին իջնել ու գալ մեզ հետ նստել ու քննարկել հարցերը։ իրենք վերեն մեր կողքը դնենք, վրանից Բացի այդ մենք պարոն Մկրտչյանի հետ ունեցել ենք այդ աշխատանքի ուրեմն կազմակերպման պրակտիկան 20 թվականից հետո նույն այս խնդիրների առաջ երբ որ մենք կանգնել ենք ու շատ հեշտությամբ, շատ կոնստրուկտիվ լուծումներ ենք տվել ցանկացած արցախցի ով որ շրջանում ուրեմն բնակարանային հարցը ապահովել է մենք փորձել ենք նաև զարգացման ծրագրեր առաջարկել ու զբաղվածության խնդիրը լուծել այդ մարդկանց ովքեր որ գնացել են եւ շրջաններում բնակություն են հաստատել ինձ թվում է ինչ որ մի նորություն չենք հայտնաբերում այդ նույն ուրեմն աշխատելավոճը պետք է շարունակենք հիմա ու ես ուզում եմ հուսալ որ մեր այս ձայնը ի վերջո լսելի կդառնա եւ մենք իրականում այս անջրպետերը հաղթահարելով վերջո կանցնենք ավելի կոնստրուկտիվ դաշտ Ուրեմն հարգելի գործընկերներ հաշվի առնելով, որ մենք սկզբնական ժամանակ, սկզբնական շրջանում այն պահանջները, որ ներկայացրել եք, ձևավորելով խոսքի շտաբը, այս վրանը, մենք բոլոր այդ ժամանակահատվածում չենք խախտել մեր օրակարգը։ Այստեղ ես չգիտեմ, ինչ-որ մտավախության հետ բան չպիտի լինի, իշխանության կողմից ղեկավարներից կամ էլ ընդհանուր հանրային հարթակներում Դրա համար ես գիտեմ, թե վրանը պիտի մնա, մենք այդ հնարավորությանն ենք կարողանում ենք մեր հանդիպումները, մեր քննարկումները այս վրանի տակ իրականացնել ու վերջի ժամանակները ժողովրդի կողմից ահագին մարդիկ գալով ստեղ ներկայանալով գոնե իրանց համար մի հատ հարթակ են գտել, որ ամեն մարդ գալով այնձևի հարցերի շուրջ է խոսում, այնձևի հարցեր են բարձրաձայնում որ ընդհանրապես այս վերջի ժամանակները կամ այդ ընթացքում եք այդ հարցերին տեղյակել չենք եղել։ Հանրության մեջ տարբեր մարդիկ, տարբեր խոցանելի խոսքի ծայրահեղ իրավիճակ գտնվելով, այս վրանը, այստեղը իրանց համար հնարավորություն դառավ իրանց հարցերն էլ կան ներկայացնել, որ մենք ընթացքային process-ների հետ խմբերի հետ
միջոցով մենք կարանք փոխանցենք խոսքի իշխանությանը կամ էլ այդ կետերի փոփոխությունների կարևորությունը ասենք խոսքի այս մեկը այս մյուսի հետ կախված է։ Մեր գործնական process-ը շարունակվում է, ու ես տեղ մի կարևոր բան եմ ուզում այլ արձանագրենք, որ հանրահավաքի ժամանակ մասնակցել են անհետ կորած ծնողներ, գերության գտնվող մարդկանց հարազատները։ Մարդիկ կան ասում են մեզ փող պետք չի, բայց հետ վերադարձ հայրենիք մեր իրավունքների հետ կախված այդ ցավալի բաների համար են եկել ստեղ։ Խոսքի այն հարցերի շուրջ այս հանրահավաքում մասնակից են եղել 12 կետը բաղկացած պահանջների ներկայացուցիչներ։ Եթե իշխանության կողմից անդրադառնում են կամ ներկայացնում են պատրաստականություն սոցիալական հարցի հետ կախված, մեր պատրաստականությունն էլ կա այդ գործնակը շարունակելու, քննարկելու, բայց մնացած հարցերի պատասխաններ ժողովուրդը դրաներ են սպասում։ Մենք պիտի այդ պատասխանները հիմնավորած պատասխաններ ներկայացնենք։ Չէ, մարդկանց ահագին բաներ Ես համամիտ եմ ու շարունակական գործողությունների process-ները իրականացնելու համար։ Հիմի կխնդրենք խոսքի բանանեք, մենք արդեն քննարկումները շարունակելու համար,
քանի հարց, որոնցից մեկը վրանի ապամոնտաժման, վրան կառավարություն շփումների մասին էր։ Կարող եք ամփոփ ներկայացրել կարծիքները։ Այո, ուրեմն վերջին հանդիպումից հետո շոշափելի արդյունքներ եղել են, որը որ պատրաստակամություն ենք հայտնել ներկայացնել մեր հանրությանը, իրենց կողմից առաջարկող եւս 2 ամսով երկարաձգել 40,000 դրամ աջակցությունը եւ կառուցողական է եղել այն հանգամանքը պատրաստակամ են ձևավորենք խմբեր բնակարանային ծրագիրը ավելի բարելավելու, միևնույն ժամանակ զբաղվածության խնդիրը լուծելու համար շեշտադրում եղել է բանկային խնդիրների հետ կապված խնդիրները, որը եւս իրենց օրակարգում է լինելու, մենք խորհրդով առաջիկայում հանդես են գալու հայտարարությամբ, բայց քանի որ կա մտահոգություն, առաջիկա օրերին հանդիպումներ ենք ունենալու մեր հայրենակիցների հետ մարզերում, լսելու ենք իրենց տեսակետը, կառավարության այս պայմանի վերաբերյալ, բայց մտահոգությունը հետևյալն է եղել, եթե իրենք ուժ կիրառեն, բնականաբար սա եւս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել, մենք ուղիղ հայտարարել ենք եւ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանին ենք ասել, մեր դիրքորոշումը հետևյալն է, այս փուլում մենք լինելու ենք այստեղ, բազմից ներկայացրել ենք, որ այն հարթակն է, որտեղ մենք հանդիպումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ, բոլոր խնդիրները հավաքագրելու, ներկայացնելու իրենց, չկրկնվեմ այդ մասով, առաջիկայում սա է մեր օրակարգում, ինչպես տեսնում եք, սոցիալական հարթակում եւս պատրաստվում ենք լսել մեր հայրենակիցների կարծիքները, որից հետո մի քանի օրից արդեն հայտարարությամբ հանդես կգանք։ Իսկ կառավարության այն դիրքորոշումը, որ չի քննարկում 11 կետերը, մեզ համար միանշանակ անընդունելի է։ Վերջին օրերին տեղյակ եք ԱԳՆ-ի արձագանքը, այդ առնչությամբ եւս մեր մտահոգությունն ենք արտահայտել եւ մեր պայքարը շարունակվելու է անկախ ձևաչափից։ Դա կարելի ասած եղել է նախապայման, դեռ հստակ չէ, որ իրենք շարունակելու են այդ 2 ամիս եւս տալ 40,000 դրամ աջակցությունը, եթե մենք վրանը չենք հանում, իրենք չեն շարունակելու։ Հիմա մեր մտահոգությունը այդ առումով այն է, որ պետք է մեր հայրենակիցների հետ խոսենք, քանի որ իրենք նույնպես այս ամենը տարածելու են իրենց խողովակներով, պետք է մենք ժողովուրդը որոշի մեր հետագա անելիքները, որից հետո խորհուրդը կգա հայտարարությամբ։ Ոչ, միևնույն ժամանակ մենք առաջարկել ենք նույն պատասխանատուներին գան այստեղ հանդիպումներ տեղի կունենա մեր հայրենակիցների հետ կլսեն նաև իրենց տեսակետը, այդ առնչությամբ որևէ բան չեն ասել։ Նմանատիպ բոլոր հարցերին իրենք խուսափում են պատասխանել, եթե անկեղծ ասեմ, այդ իսկ պատճառով միակ խոսալու թեման դա սոցիալական բլոկն է, որով որ իրենք պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Նման հարցերը պետք է խնդրեմ ուղղեք իրենց։ Իհարկե, իրենք այդ առնչությամբ, այդ չգիտեմ ինչպես ասեմ, պատասխանել են հետևյալը, որ մենք փորձում ենք բարելավենք ծրագրերը, բայց տեսնում ենք, միևնույն ժամանակ իրենք խոսքի մեջ ընդունում են, որ բոլոր ծրագրերը տապալված է, 20,000-ից 25,000-ի մոտ մարդիկ արդեն արտագաղթել են եւ առաջիկայում եթե չբարելավի ծրագիրը, եւ բնակարանային եւ սոցիալական զբաղվածության խնդիրները չլուծվեն, արտագաղթը շարունակվելու է։
Երևի Թուրքիա էսպերանսը վիդեոները որ Նիկոլը բերել է, նկայ կոնես կխանքներին, կատերքի է Որքեք հակացական պայմանագետ, այն կեմանական պետություն թուրք Նիկոլի գլխավորության, այն ծախված լրատվամիջոցներ, Աննա Հակոբյանի Նիկոլի գործատուտվողներ, ազգին խաթողներ, Նորսա Փաշիջան, Մեյքին Ադրբեջան, Ադրբեջանի ազգայներոս կապիտուլյան, համաստերամոլան թուրքաներ, նախարարներ, Աննա Հակոբյան, Նիկոլ Փաշիջան, Մեյքին Ադրբեջան, Ղարաբաղը դարձրիկ Ադրբեջան, հերթը Երևանին, Արևմտյան Ադրբեջան, Բայրակարեկը Երևան, վարչապետներ թուրք Նիկոլ Փաշիջան, Հաշվասակներ այդ ծապարը,